Բելգիայից Դուշանբե հեծանիվային լուսաբացն այս անգամ Տաջիկստանի մայրաքաղաքում էր։ Մի քանի ժամ անց կերպարանափոխություն, կոստյում, կարմիր գորգ եւ ԱՊՀ երկրների գագաթնաժողով։ Դուշանբեն դարձել է դիվանագիտական կենտրոն։ Փաշինյան, Ալիև, Լուկաշենկո, Պուտին բոլորը մեկ հարկի տակ են։ Լուկաշենկոն ինչպես միշտ առիթը բաց չթողեց տեսախցիկների առջև կծմթելու կամ կատակելու Փաշինյանի հետ։ Я же говорил, что Никол бываешь без нас никуда. Как не приехал? Куда не приехал? Լուկաշենկոյի հետ հարաբերությունները ջերմ չեն, փոխարենը ջերմ զրուցել է Իլհամ Ալիևի հետ։ ԱՊՀ գլխավոր քարտուղարն է հայտարարել, երկկողմ հանդիպում է կայացել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ջերմ զրուցել են, քննարկելով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման հետագա առաջընթացը։ Մինչ գագաթնաժողովի մեկնարկը Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները առանձին են հանդիպել, սա նրանց առաջին հանդիպումն էր վերջին մեկ տարվա ընթացքում։ Պուտինը խոստովանել է ադրբեջանական օդանավի կործանումը ռուսական հոպի կրակոցների հետևանք է եղել։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները լարվել էին, իսկ Չինաստանում Ալիևի եւ Պուտինի սառը ձեռքսեղմումն էլ վկայում էր հենց այս մասին։ Բայց Դուշանբեում կարծես սառույցը հալվեց։ Մենք տեսանք նաև, որ Դուշանբեում այդպես ջերմ գլխախառնություն եղավ արդեն առաջնորդների հանդիպման շրջանակում Պուտինի եւ Ալիևի միջև, սա առավել ցույց էր, որ այդտեղ տեղի է ունեցել ինչ-որ բովանդակային փոփոխություն, իրավիճակի բովանդակային փոփոխություն եւ սա նոր շերտ է բերում արդեն ռուս-ադրբեջանական հարաբերության այս փուլի մասով, այսինքն կարծես թե սառնության փուլը որոշակիորեն մնում է հետևում։ Ըստ մասնագետների այս երկրների հարաբերությունների կարգավորումն իր ազդեցությունն է ունենալու ռեգիոնում, իսկ Պուտինը գագաթնաժողովի ավարտին սովորույթի համաձայն ԱՊՀ ղեկավարներին կրկին հրավիրեց Մոսկվա ոչ պաշտոնական այցով։ Փաշինյանն էլ Դուշանբեում էր իր սեփական դիվանագիտությամբ։ Уважаемые коллеги, Հարգելի գործընկերներ, հաճույքով նշում եմ, որ երկարատև կոնֆլիկտից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ установлен мир. Ինչպես քաղաքական վերլուծաբանն է բնորոշում, նրա վարած արտաքին քաղաքականությունն էլ միայն խաղաղության մասին է։ 7 երկ գիտի, 7-ն էլ խաղաղության մասին։ Վաղուց նորություն չէ, որ Հայաստանը կարծես թե արտաքին քաղաքականության առավել այլ ասելիք չունի, քան այդ խաղաղության օրակարգի մասին անընդհատ կրկնելը, հատկապես օգոստոսի 8-ից հետո։ Ընդհանուր առմամբ սա իհարկե հասկանալի է, երբ բերվում է տարբեր ամբիոններ եւ խոսվում է թեմայի մասին, բայց ինքնին բովանդակությունը այս խոսակցության առաջին հերթին վկայում է այն, որ իրականում հենց այդ նույն խաղաղության մասով մեղմ ասած կան հարցեր, այլապես ինչու անընդհատ անդրադառնալ դրան եւ կարծես թե անընդհատ փորձել բոլորին համոզել, որ այն ինչ տեղի է ունեցել բխում է բոլորի շահերից։ Խաղաղությունից հետո Փաշինյանը անդրադարձավ նաև տնտեսական ցուցանիշներին, պնդելով, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմում է 4 միլիարդ դոլար։ Պուտինը սակայն շտկեց, միայն անցյալ տարի այն եղել է 9 միլիարդ, իսկ այս տարի արդեն հասել է 12 միլիարդի։ Հայաստան, Ռուսաստան ընդհանուր առևտրաշրջանառությունը տարապես 13.5 միլիարդ դոլար է կազմում, եւ այդ առևտրաշրջանառության մեջ մեծ տեսակարարություն է ոսկու վերարտահանումը։ Ռուսական ոսկին գալիս է Հայաստանը, հետո վերարտահանում է Ղարաբաղյան Էմիրություններ եւ այլ երկրներ։ Անցած տարվա մայիս ամսից սկսեց նվազել ոսկու վերարտահանման ծավալները, եւ գնահատենք, որ այս տարի մենք չունենք Հայաստան-Ռուսաստան այդին առևտրաշրջանառությունը հենց պայմանավորված ոսկու վերարտահանման ծավալների կրճատման։ Փաշինյանը նաև փորձեց Թրամփի ուղին ներկայացնել որպես հնարավոր տնտեսական մոդել ԱՊՀ երկրների համար, պնդելով, թե ճանապարհային կապերը կավելացնեն արտահանումն ու ներմուծումը։ Մասնագետները սակայն հիշեցնում են, երբ որևէ բան այդքան շեշտվում է, սովորաբար հակառակն է իրականությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։